կարճ ժամանակ կունենաս, եւ սա է հենց հետաքրքիր, որ երբ որ մենք սկսում ենք Ռուբենից ու հաջող մեզ համար ավելի հետաքրքիր է թվում Լևոն Թագավորից սկսված ժամանակաշրջանը, բայց շատ կարևոր որ դու շեշտադրում ես Ռուբենից եւ մինչեւ Թորոս երկրորդ, նաեւ Մլեհ այդ ժամանակաշրջանը, որոնք այն կենաց ու մահու ժամանակներին, որոնք ապացուցեցին հայկական նոր պետության գոյությունը եւ բոլորը ընդունեցին այդ խաղի կանոնները։ Հա, մի քիչ որ նորից անձերին վերադառնանք, փաստորեն Կոնստանտինից հետո Թորոսն է լինում, չէ՞, Թորոս առաջինը 27 տարի գալով է 1102-ից մինչև 1129-ը, եւ ճիշտ եմ պատկերացնում որ Թորոսի ժամանակ էր որ Կիլիկյան այսօր ոչ թե այսօրվա այդ իրեն տեսքը ստացավ էլի վերջնական, չասեմ վերջնական, բայց քիչ թե շատ ձևավորվեց այն Կիլիկյան, որը մենք գիտենք։ Պետությունը բավական ամրապնդվեց էլի ցամաքային մասում։ Հետագայում արդեն Լևոն առաջինի ժամանակին էլ ավելի ընդարձակվեց եւ հենց սա էր որ արդեն վտանգ ներկայացրեց նաեւ բյուզանդական կայսրության համար, որը սասանում էր առհասարակ իր ներկայությունը մերձավոր արևելքում։ Այսինքն Թորոս Լևոն առաջին էս երկու տանդեմում, եթե կարելի ասել, ես միգուցե հակաբյուզանդական բառը շատ պայմանական ասեմ, հա, բայց ինքը փաստացի կար, հակաբյուզանդական թևը դարձավ հասավ իր կուլմինացիային եւ դա արդեն արտահայտվեց բյուզանդական արշավանքով 1137-ին, բայց ինչն էր այստեղ միայն հայկական պետության խնդիրը չէր։ Բյուզանդական կայսրությունը իմ կարծիքով ամենաշատը խուսափում էր այն գործընթացը, որ սկսվել էր 1054-ից, հա, որ արևմտյան եկեղեցիների բաժանում բյուզանդական կայսրությունը ստեյության հենց զգուշանում էր հայ կաթոլիկ, եթե կարելի ասել, հա, Հռոմի պապի եւ արևմտյան Եվրոպայի հետ կապերից, որովհետեւ եթե դա միայն քաղաքական հարց չէր, այստեղ շատ խորը տնտեսություն կար, որովհետեւ խաչակրած ինչներ է այստեղ խնդիրը, պես շատ կարևոր նուրբ պահ կա։ Ճանապարհները բյուզանդական կայսրության գերակայության շրջանում միշտ եղել են Մետաքսի ճանապարհի ճյուղավորումները եղել են ավելի հյուսիսում։ Հա։ Եվ Անի զարգացումը նաև դրա հետ է կապված։ Այսինքն Անին ինչ էր իրանից ներկայացնում։ Ճանապարհային հաբ, որտեղից դրանք ուղղվում էին դեպի հատկապես Տրապիզոն։ Եվ հետո ցամաքային ճանապարհով Կոստանդնուպոլիս։ Ու իրանց համար շատ կարևոր էր, որ Եվրոպան նստած լինի Կոստանդնուպոլսի ասերի վրա, հա։ Եվ խաչակրած արշավանքները ամբողջովին փոխում էին այդ պարադիգմը։ Նրանք հիմնում էին առևտրային հենակետեր իդեմս շնորհիվ Վենետիկի, Ջենովայի, Պիզայի արդեն ասորապաղեստինյան, հա, Սուրբ երկրի ասորապաղեստինյան այդ արևելյան միջերկրականի հատվածում եւ ճանապարհները ինքստինքյան աստիճանաբար տեղափոխվում էին հարավ։ Եվ որն էր դառնում այդ ճանապարհային հաբը Բաղդադ քաղաքը։ Եվ սա ինչ էր, սա շատ լուրջ գործոն էր։ Այսինքն բյուզանդական կայսրությունը զրկվում էր արևելք արևմուտքի հետ կապող առևտրային այդ մեծ հարստություններ բերող գերակայությունից։ Սա հարվածում էր եւ իր դրամական միավորին եւ պետության գանձարանին, այսինքն դա ուղիղ շղթայական ռեակցիայով հարվածում էր ամբողջ բյուզանդական կայսրությանը։ Հիմա սա էր հենց ահազանգը, որ նրանք գնացին վաբանկային, հա, քայլի, եկան քանդեցին Կիլիկյան Հայաստանը, բայց հաշվարկներում սխալվեցին, որովհետեւ հետո նրանք էլի Միրիոկեֆալեի ճակատամարտում նորից պարտվեցին։ Որ թվականն են գրավում 1137 թվականին։ Հա, 1137-ից մենք ընդհատում ունեցանք, իհարկե դեմոգրաֆիական առումով փոքր իշխանությունների գոյության առումով չունեցանք, բայց եթե որպես ուղենիշ վերցնում ենք Ռուբինյան իշխանությունը, բնականաբար երբ որ Լևոն առաջինը գերվում իր երկու որդիների հետ տարվում է Կոստանդնուպոլիս, իսկ երկու որդիները փախչում են Հալեպի աթաբեկություն, այս շրջանում մինչև 1145 թվականը, երբ որ Թորոսը հետ է վերադառնում Կիպրոսից նորից ստարտային, հա, մեկնարկային ձևով սկսում է վերանվաճել, ասես ասած, վերաազատագրել պետությունը, վերանվաճել պետությունը, սա այդ կամային, հենց այդ կամային խնդիրներ եւ նաեւ քո ասած մշակութային այդ արդեն եղած ավանդույթները, որոնք
մշակութային լայն առումով քաղաքական մշակույթի, տնտեսական մշակույթի, որոնք ուղղակի այդ իմունիտետը արդենից ձևավորել են եւ դա հենց դա է ցույց տալիս։ Արդեն հետագայում մենք Թորոսի մահից հետո, երբ որ սկսում այդ գահակալական կռիվները